Նույն տապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Ռուբեն Ասատրյանին, պարոն Ասատրյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Վարչապետի Վաշինգտոնյան այցը փորձենք ամփոփել, մենք տեսանք, որ այնտեղ նա կարճատև հանդիպումներ, ոչ պաշտոնական հանդիպումներ եւ շփումներ ունեցավ ինչպես Ալիևի, այնպես էլ Թրամփի եւ այլ երկրների ղեկավարների հետ։ Խաղաղության խորհրդի այդ առաջին նիստի շրջանակներում փաստորեն Թրամփը եւս մեկ անգամ հատուկ անդրադարձավ Հայաստան եւ Ադրբեջան խաղաղության գործընթացին, ասաց, որ հեշտ չի եղել, բայց ամեն դեպքում այսօր այդ երկու երկրների ղեկավարները ընկերներ են, միասին կանգնած են նույն հարթակում։ Հիմա Փաշինյանը վերադարձի ճանապարհին տեսանյութ է հրապարակել, կից գրելով, որ վերադառնում է խաղաղության ավելի մեծ վստահությամբ։ Ինձ հետաքրքիր է ձեր դիտարկումները, ամեն դեպքում որքան էլ թե Բաքուն, թե Երևանը խոսեն խաղաղության հաստատումից, ամեն դեպքում կան հանրային, հասարակական, քաղաքական շրջանակներ, որոնք թերահավատ են այս ամբողջի նկատմամբ, առավել եւս խաղաղության այդ երկարատև լինելու հետ կապված։ Ինչ կարող եք ասել։ Շատ կարևոր հարց եք տալի, եւ ես համաձայն եմ այն դիտողության հետ, որ նախագահ Թրամփը շատ երկար պատմում էր, թե ինչպես երկար տարիներ հակամարտող երկու երկրները անցան այդ ճանապարհը, թե ինչպես ինքը հրավիրեց Սպիտակ տուն եւ փորձեց մոտիկացնել երկու կողմերին եւ վերջո ինքը ի վերջո հայտարարեց, որ հիմա դուք լավագույն ընկերներ եք եւ այդ ցուցադրական միշտ արդեն որի-օրդ անգամ նախագահ Թրամփը օրինակ է բերում Հայաստանի, Ադրբեջանի այդ հաշտեցման համաձայնագիրը, որը կնքվել է Վաշինգտոնում։ Տեսեք, խաղաղության այդ խորհուրդը կարելի է համարել նախագահ Թրամփի ընկերների ակումբ ներկապային։ Այնտեղ հավաքված են այն երկրների ղեկավարները, այն երկրները, որոնք Թրամփի կիսում են Միացյալ Նահանգների քաղաքականությունը։ Եվ շատ կարևոր է, որ այստեղ նաև Հայաստանն ու Ադրբեջանն են հայտնվել։ Այդ խորհուրդը մենք ի սկզբանե կարող ենք հասկանալ, որ դա ստեղծվել է Գազայի, այսինքն Իսրայելի եւ Պաղեստինի կոնֆլիկտի լուծման շրջանակներում, երբևիցե Հայաստանը եւ Ադրբեջանը ներքաշված չեն եղել այդ կոնֆլիկտի հակամարտության խաղաղ հանգուցալուծման հարցերով, բայց այսօր իրանք այնտեղ ներկա են եւ դա խոսում է նրա մասին, որ տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջազգայնացումը, այսինքն աշխարհը սկսում է ճանաչել այդ երկու երկրներին, այդ երկու երկրների ղեկավարներին։ Մեծ հաշվով դա ներկապային Հայաստանի համար դա ավելի շատ իմիջային բոնուսներ է բերում ավելի շուտ, որ աշխարհի համար մեկ երկրի քաղաքականության շրջանակներում ներքաշված է որպես գործընկեր նաև Հայաստանը։ Եվ մենք պետք է ակնկալենք, որ հետագայում ավելի խորացվի Հայաստան Միացյալ Նահանգներ եւ Հայաստան Միացյալ Նահանգների ընկերների շրջանակների համագործակցությունը։ Ներկա պահին կարելի է գնահատել այդպես, ինչ որ տեղի ունեցավ երեք Վաշինգտոնում, դա հիմնակարն էր, որը Գազայի խաղաղության հաշտեցման համաձայնագրի կնքման, այնտեղ եւ որոշումներ կայացվեց, թե որ երկրները սահմանափակ իրենց կոնտինգենտը ռազմական պետք է ուղարկեն եւ ֆինանսական հարցերը քննարկեցին եւ բնականաբար Հայաստանը եւ Ադրբեջանը ներքաշված չէին այդ գործընթացների մեջ, բայց իրանց ներկայությունը նորից եմ կրկնում շատ կարեւոր էր Հայաստանի եւ Ադրբեջանի համար, ընդհանրապես տարածաշրջանի համար։ Օրինակ են ծառայում։ Օրինակը Թրամփը միշտ բերում է, որ ինչպիսի ինքը հաջող խաղաղություն բերեց այդ տարածաշրջանում, որը տարիներ շարունակ ինքը տեղի ունեցել եւ ամեն առիթ ինքը օգտագործում է մատնանշել Հայաստանի եւ Ադրբեջանի։ Պարոն Ասատրյան, ես ճիշտ լսեցի, դուք ասացիք ԱՄՆ-ի նախագահի ընկերներ, խորհուրդը կարելի այդպես անվանել։ Այստեղ դիտարկում կա կամ քննադատություն կա, ասում են դուք գործընթաց եք նախաձեռնել Թրամփի հետ, դուք կապել եք անձի հետ։ Այնինչ մեզ պետք էր, որպեսզի այս գործընթացները տեղի ունենային կոնգրեսի մակարդակով, նույն համաձայնագրերը, որոնք ձեռք են բերվում։ Մինչդեռ դուք Հայաստանի իշխանություններ գործ եք բռնել Թրամփի հետ, որը հավերժ չէ։ Այս առումով ինչ կարող եք ասել։ Տեսեք, այդ նման հարցերը բարձրացնողները մի քիչ եւ լավ չեն ընկալում Միացյալ Նահանգների քաղաքական
ինստիտուտների խորքայնությունը, իրենք եւ շփոթում են այլ երկրների հետ, հատկապես Ռուսաստանի հետ, որտեղ այո, մեկ անձի վրա է միշտ եղել քաղաքականությունը շրջվել եւ նաեւ խորհրդային միության ժամանակ է եղել ղեկավարի շուրջ է պատտվել ողջ քաղաքականությունը եւ ղեկավարի գնալուց հետո կտրուկ փոխվել են տվյալ Ռուսաստանի քաղաքականությունը։ Միացյալ Նահանգները այդպես չէ։ Միացյալ Նահանգները ունի խորը ինստիտուտներ եւ Տրամպի լինել կամ չլինելուց այո ներկա պահին խոսվում է որ Տրամպի անունով է ասվում բայց Տրամպի նախագահի փոխարինելուց հետո ես կարծում եմ եթե այդ ակումբը կայանա ընկերների ակումբը կայանա կամ այդ խաղաղության խորհուրդը կայանա որպես ինստիտուտ ինքը շարունակելու է իր դերակատարությունը կատարել ես տեսեք ժամանակին նույն մարդիկ փնովում էին որ հերացող ադմինիստրացիա Բայդենի հետ մենք ընկեցինք ռազմավարական պայմանագիր եւ այդտեղ ասում են սխալ էր սա Տրամպը կգա, չեղարկի, կանտեսի եւ այլ, բայց մենք տեսանք որ նոր ադմինիստրացիան ավելի խորացրեց հարաբերությունները Հայաստանի հետ եւ դրա հիմքն էր Բայդենի ադմինիստրացիայի հետ կնքված համաձայնագիրը։ Հենց որ ես չեմ կիսում այդ հակադարձողներին այդ թեզի Միացյալ Նահանգների ինստիտուցիոնալ պետություն են եւ իրենք նման հարցերին ավելի խորքային են մոտիկանում։ Հիմա բուն Հայաստան Ադրբեջան խաղաղության այդ գործընթացին անդրադառնանք պարոն Ասատրյան տեսակ Ալիևը հայտարարեց որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի այն վայրկյանին երբ որ դրան նախորդի սահմանադրական փոփոխությունները Հայաստանում եթե դա տեղի ունենա իրենք հաջորդ րոպեին պատրաստ են ստորագրել մենք ավելին մեզ այս հարցում մատնանշում են գերիներին մեր ռազմաքաղաքական Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռները հիմա էլ Ռուբեն Վարդանյանի դատավճիռը որը Ալիևի օգնականը համարում է հակամարտության խորհրդանշական ավարտ եւ ասում է օրինակ է ծառայում միջազգային հանրության համար հիմա եւ խոսում են խաղաղությունից եւ մենք ունենք այս հարցերում չփոփոխվող պատկեր, այսինքն եւ պահանջների առումով եւ ռազմաքաղաքական ղեկավարներին դատելու առումով։ Հիմա ինչպես հայ հասարակությանը համոզել, որ խաղաղությունը իսկապես հաստատված է եւ կարող է լինել երկարատև։ Տեսեք, համոզելու այստեղ խնդիր չկա։ Ես կարծում եմ մենք պետք է հետևենք թե Ալիևը նախկինում ինչ հայտարարություններ անում, հիմա ինչ հայտարարություններ է անում եւ պետք է նայենք թե ինչպիսի գործողություններ է տեղի ունենում նույն Ադրբեջանի ղեկավարի կողմից։ Տեսեք, հիմա առաջ եթե խոսվում էր, որ պետք է ինքը երկաթե բռունցքով այս կամ այն հարցերը լուծեր Հայաստանի նկատմամբ, այսօր նման խոսույթ չկա, գոյություն չունի։ Նաեւ ինքը խոսում էր որ գերիները չպետք է վերադարձվեն, բայց կամած փուլ առ փուլ գերիները վերադառնում են։ Այո, ստե մի քիչ բարդ է ռազմաքաղաքական Արցախի ռազմաքաղաքական էլիտայի պահով, որտեղ իրանք ոչ միայն գերիներ են, այլև քաղաքական պատանդներ են։ Եվ ստե այլ մոտեցում է պահանջվում։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ես կարծում եմ, քանի որ իրանք երկար ժամանակ այդ կետը պնդել են, բայց ներկապային գնում են Վաշինգտոն, ներկապային գնում են այլ տեղեր եւ իրանք էլ են հայտարարում որ խաղաղությունը եկել է իմջալոց ես ասեմ Ալիև ավելի շատ է կրկնում քան Նիկոլ Փաշինյանը որ խաղաղության դարաշրջանն է եկել մենք մտնում ենք նոր ժամանակաշրջան Հայաստանի հետ հարաբերություններում ինքը պարզապես իր հանրությանը որ այդ կետը բազմաթիվ անգամ ասել է իներցիայով շարունակում են ասել Ես այդ կարծիքին եմ, պարզապես դե դեմքը փրկելու հարց կա, իրանք պարզապես մի առիթման կգան, որպեսզի այդ խոսույթն նույնպես դուրս գա։ Բազմաթիվ խոսույթներ, որ Ադրբեջանի ղեկավարը դնում էր Հայաստանի դեմ, նրանք հիմա արդեն գոյություն չունեն։ Իսկ ինչու գոյություն չունեն։ Ինչն է գնահատել Ալիևը, որ փոխել է վարքագիծը։ Տեսեք, Ալիևը բավականին պրագմատիկ ղեկավար է։ Ինքը գնում է իր երկրի շահի հետևից։ Ինքը ծանր ու թեթև է անում եւ հաշատլավ հասկանում է, որ համաձայնվելով կամ հրաժարվելով այսինչ կետից ինքը ինչ է ստանում։ Եվ ես կարծում եմ, որ հրաժարվելով այն սուր կետերից, որ կար Հայաստանի հետ, դա հակառակը ձեռք բերում է ինքը ավելի շահեկան դիրքեր է իր երկրի համար ստանում, նույն Միացյալ Նահանգների հարաբերությունների հետ, նույն Ռուսաստանի հետ հարաբերություններում, ինքը հրաժարվում է այն նախորդ իր սուր կետերից եւ անցնում է այլ փուլի։ Ինքը շատ բավականին պրագմատիկ ճկուն քաղաքական գործ է։ Այսինքն դա ոչ այնքան ճնշումների ներքո է, այլ այնքան որ գնահատում է սեփական երկրի շահը եւ շարժվում է ըստ այդ շահի։
Տեսեք, մենք շատ անգամ խոսում ենք ճնշումների մասին, բայց ճնշումները հիմա ներկա պահին աշխարհաքաղաքական այս թոհուբոհի մեջ այդքան էլ էֆեկտիվ չեն, որովհետև միշտ գտնվում են ինչ-որ մի երկրներ, որոնք այդ ճնշումներին կհակադարձեն, եւ Ադրբեջանը միայնակ չի, ինքը իզոլացված չի, ինքը ունի բավականին լուրջ դաշնակիցներ, դեմս Թուրքիայի, Պակիստանի, որոշ ժամանակ ինքը Ռուսաստանի հետ էր դաշնակցում Հայաստանի դեմ, երբ որ արդեն Ռուսաստանի հետ ինքը Հայաստանի հետ իր հարցերը կարողացավ մաքսիմալ ինչ որ հնարավոր էր ինքը ստանալ կամ լուծել ի օգուտ Ադրբեջանի, ինքը արդեն Ռուսաստանի հետ արդեն այն հարաբերությունների մեջ չի, ոնց որ նախորդում էր, երբ որ խաղապահ զորքեր այնտեղ էին ռուսական։ Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչպիսի հայտարարություններ էին միանման անում եւ Ռուսաստանը եւ Ադրբեջանը, նույն պահանջներն էին դնում Հայաստանին։ Երբ որ ինչ-որ հարց ժամանակաշրջանը եկավ, որ այլևս համագործակցության անհրաժեշտություն չկա, Ադրբեջանի ղեկավարությունը շատ ճկուն ձևի հրաժարվեց Ռուսաստանի աջակցությունից, հիմա Միացյալ Նահանգների հետ է ինքը համագործակցում։ Այդ դա խոսում է նրա մասին, որ մեր քաղաքական, հայ քաղաքական էլիտան, քաղաքական միտքը նույնպես պետք է ճկուն լինի։ Մենք պետք է հրաժարվենք Խորհրդային Միության պատմության դասագրքերից։ Մենք չպետք է այդ դասագրքերի հիման վրա կառուցենք մեր քաղաքականությունը, մեր պետությունը։ Աշխարհը փոփոխվում է ու շատ դրամատիկ փոփոխություններ են տեղի ունենում նամանավանդ հիմա, նամանավանդ մեր տարածաշրջանում, մենք երբեք չէինք կարող պատկերացնել, որ Միացյալ Նահանգները կարող է շահ ունենալ Անդրկովկասում, նման բան երբեք չի եղել։ 100 տարի առաջ միգուցե Մեծ Բրիտանիան ինչ որ հետաքրքրություններ էր ունենում իր կայսրության, մեծության հետ կապված, բայց այսպիսի խորքային եւ տրանսկասպյան այդ ճանապարհները, որ հիմա ուզում են Միացյալ Նահանգները կառուցել այդ գլոբալ աշխարհակաղական թողոբոհի մեջ ինքը շահ է գտնում, դա աննախադեպ երևույթների ենք մենք ականատես եւ մենք պետք է դա գնահատենք եւ փորձենք Հայաստանի Հանրապետությունը շահը գտնի իր տեղ եւ գտնի ընդհանրապես իր դերը տարածաշրջանում եւ աշխարհում։ Դուք այս պահին ձեր խոսույթը նման է Նիկոլ Փաշինյանի խոսույթին, այսինքն համակարծիք եք, երբ ասում է, որ մենք կայսրության աչքերով ենք նայել մեր պատմությանը երկար ժամանակ կամ նրանց թելադրանքով ենք նայել եւ պետք է ժամանակն է փոխել։ Տեսեք, դրա ասում է պատմությունը, հայ ժողովրդի պատմությունը եւ ընդհանրապես տարածաշրջանի պատմությունը։ Եթե մենք նայենք մի քանի դար իշնեք ներքև, Անդրկովկասը եղել է խոշոր խաղացողների ծայրագավառը, դա կլիներ Օսմանյան կայսրությանը, թե ռուսական կայսրությանը, թե պարսկական սուլթանատի, ծայրագավառը եղել Անդրկովկասը, ինքը երբեք կենտրոնական հատվածը չի եղել եւ այդպես կարևորագույն դեր չի խաղացել, ծայրամասը եղել, որտեղ հենց ապրել են էլի Անդրկովկասի ժողովուրդը։ Այսօր որ մենք նայում ենք, տեսնում ենք ինչպիսի կենտրոն է դառել, ինչպիսի պայքար է գնում։ Այո, Ռուսաստանը սուր խոսքեր է ասում, Միացյալ Նահանգները փորձում է համապատասխանել, այսինքն պայքար է գնում Անդրկովկասի համար։ Եվ շատ կարևոր է, նորից եմ կրկնում, որ Հայաստանը այդ Անդրկովկասում դուրս չմնա այդ խոշորագույն նախագծերից եւ պրոյեկտներից։ Տեսեք, Վրաստանի վարած քաղաքականությունը, մենք շատ անգամ Վրաստանին օրինակ ենք բերում, նամանավանդ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որ բացահայտ օրինակ են բերում այ Վրաստանի նման, mēs մանը պետք է անենք Վրաստանի նման, այ Վրաստանում ես, բայց Վրաստանը իր վարած քաղաքականության շնորհիվ այսօր լուսանցքում է ինքը։ Իր անհեռատես քաղաքականության շնորհիվ ով կմտածել, որ Հայաստանը կարող է հիմա այդ նախաձեռնությունը Վրաստանից վերցնի, որ անգամ Վրաստանի իշխանությունները սկսեն քննադատել հայ-ադրբեջանական այդ հարաբերությունները, որ իրենք կարող են կորցնել իրենց լոգիստիկ դերը տարածաշրջանում։ Այն նման քաղաքականություն մենք չպետք է վարենք, մենք պետք է պրոակտիվ քաղաքականություն վարենք եւ հասկանանք որտեղ է մեր շահը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։
Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով, օդանավով 1 պաունդը 2.99, նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար, ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով, ինչպես նաև կահույք և մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ ԱՄՆ փոխնախագահի հայաստանյան այցից հետո Մոսկվայում ակնհայտորեն հանգիստ չեն քնում եւ մենք գրեթե ամենօրյա ռեժիմով տարբեր մակարդակներով լսում ենք զգուշացումների եւ հիշեցումների մասին։ Հիմա Շոյգուն է խոսել եւ ասում է, որ Հայաստանի երկաթուղիների կառավարումը Ռուսաստանի Դաշնությունից այլ երկրի հանձնելու պարագայում համակարգը կարող է մեկ գիշերում փլուզվել։ Նա նաեւ կասկած է հայտնել, որ որևէ այլ երկիր կարող է փոխարինել Ռուսաստանին։ Հիմա մեր ներուժը փորձեն գնահատել, արդյոք մենք կարող ենք հակազդել ռուսական ազդեցությանը, որը անպայման լինելու է, իհարկե նրանք փորձելու են թույլ չտալ, որպեսզի իրենց ազդեցությունը ոչ միայն նվազի, այլև ինչ որ փուլում կամ ինչ որ պահի ընդհանրապես չլինի։ Շատ ճիշտ նկատեցիք, Վենսի այցից հետո Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մոտ իրենց հայտարարությունների դառնահամը ավելացել է։ Տեսեք, ես կարծում եմ հայ-ռուսական հարաբերությունները մտնում են վճռական փուլ։ Սպորտային տերմինոլոգիայով ասելով կիսաեզրափակիչ փուլ են մտնում, որտեղ մեզ սպասում է նաև եզրափակիչ փուլը։ Շոյգուի հայտարարությունը, որ իրենք մեկ գիշերվա ընթացքում կարող են փլուզել հայկական երկաթուղիները, դա շատ բանի մասին է խոսում։ Ընդհանրապես մեր պատկերացումները եւ Ռուսաստանի պատկերացումները փլուզումից տարբեր են։ Ռուսական կողմը կարծում է, որ 2 տասնամյակներ իրենց կողմից կառավարված կազմակերպությունը կարելի է մեկ գիշերով փլուզել։ Մենք կարծում ենք, որ հնարավոր չէ փլուզել փլուզվածը։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանը չպետք է գնա սադրանքների, սուր խոսքերի, սուր պատասխանների հետևից գնա եւ փորձի անդրադառնել նույն Շոյգուի հայտարարությունները, այնինքն պետք է գործնական, կոնկրետ քայլեր արի եւ հստակ քայլեր արի իշա Հայաստանի, որտեղ դուք շատ ճիշտ եք ասում, մեր հնարավորությունները բավականին սահմանափակ են հակադարձելու Ռուսաստանին, բայց մենք բավականին ներուժ ունենք, որպեսզի ռուսական կողմին ճիշտ
բացատրենք եւ ճիշտ իրենց տեղը ցույց տանք, թե որտեղ է հայկական շահը։ Ես դա համոզված եմ, դա կստացվի Դե Հայաստանի իշխանությունը ասում է, վարչապետը հայտարարեց, որ մտադիր են բարեկամական տրամաբանության ներքո լուծել երկաթուղու կառավարման հարցը, եթե անհրաժեշտ է դրա կառավարումը փոխարինել երկու երկրների համար բարեկամ որևէ երկրով, լինի Ղազախստան, լինի Արաբական Միացյալ Էմիրություններ։ Տեսեք, ես դրա մասին եմ խոսում, որ Հայաստանը պետք է այդպես բարեկամական հայտարարություններ անի, բայց շատ լավ հասկանալով, որ նույն Ռուսաստանի երկաթգիծը 25 թիվը փակել է 51 միլիարդ դոլար պարտքով, 51 միլիարդ դոլար պարտքով։ Այդ ֆոնին պահանջել Ռուսաստանի որպես իրենք կառուցեն եւ վերանորոգեն հայկական երկաթգծերը, կարծում եմ դա անիմաստ է։ Բայց որպես հայտարարություն դա կարելի է անել եւ փորձել պահանջել եւ փորձել այնպիսի իրավիճակ ստեղծել, որպեսզի Ռուսաստան կողմը այո, գնա այն քայլերին, որ ձեր ասած վաճառի կոնցեսիան վաճառի այլ ի գործընկեր երկրի։ Բայց ես կարծում եմ այստեղ էլ մենք խնդիր ունենք, վարչապետի առաջարկածը մի տեսակ դժվար եմ պատկերացնում, որ կարող է իրականանալ։ Տեսեք, ինքը մատնանշեց 3 երկիր, դա Ղազախստանը, Էմիրությունները եւ Քաթարը։ Ինչի մասին է խոսքը ընդհանրապես, մենք ինչն ենք ուզում Ռուսաստանից։ Այստեղ կա հայկական երկաթուղին, որը սադարակը եւ երասխը կապում է Ախուրիկ Ղարս այդ ուղու հետ։ Կա նաեւ ալտերնատիվ գիծ, որը փորձում է Թուրքիան իր տարածքով կառուցի, այսինքն Նախճեվանից, Ջիլիզուից դուրս է գալի եւ գնում է Ղարս է միանում։ Դա զուգահեռ մեր գծերին զուգահեռ նախագիծ է, որը բավականին թանկ է, բայց երևի ես կարծում եմ թուրքական հեռատես քաղաքականության շնորհիվ իրանք շատ լավ հասկացել են, թե մի օր գալու է հայ ռուսական այդ հակամարտությունը երկաթգծերի վերաբերյալ եւ իրանք իրենց զուգահեռ ճանապարհն են կառուցում նրա համար, որ այդ կարճ հատվածով միայն հանցնի մեղրիով հանցնի այդ տրիպը Հայաստանի տարածքով, մնացածը հանցնի իրանց տարածքով, որտեղ դա բերում է հավելյալ տնտեսական օգուտներ։ Ինչքան երկար քո տարածքով անցնում է, այնքան քո ենթակառուցվածքներն են նորանում, այնքան աշխատատեղեր են բացվում, այնքան մուլտիպլիկատիվ էֆեկտներ են, սպասարկող անձնակազմ եւ այլն, տնտեսական աճ է կարճ ասած։ Եվ Թուրքիան ուզում է իր կողմը տանի։ Հիմա տեսեք, նույնն էլ Ղազախստանին, եթե մենք փորձում ենք ներքաշել Ղազախստանը, մենք գիտենք դաշնակցային հարաբերություններ ունի նույն Ադրբեջանի հետ, շատ սերտ։ Եվ այստեղ ենթադրել, որ Ղազախստանը իշա Հայաստանի կվերցնի այդ երկաթգիծը, ես դժվար եմ պատկերացնում։ Մենք շատ լավ նաև գիտենք, որ Քաթարը յուրահատուկ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ։ Եվ այստեղ Քաթարին կանչել, ասել դու նենց արա, որպեսզի Թուրքիայով չանցնի այդ ճանապարհը, նույնպես մի քիչ դժվար է պատկերացնել։ Այստեղ մնում է միայն Էմիրությունները, չնայած Էմիրությունն էլ այլ հարաբերություն ունի Ռուսաստանի հետ, այն սանկցիոն ռեժիմը, որ կա Ռուսաստանի շրջանակներում, Էմիրությունը չի միացել եւ ինքը օգտվում է այդ սահմանափակումներից, որ սահմանվել է Ռուսաստանի նկատմամբ եւ ինքը լավ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ եւ այստեղ նույնպես դժվար է ես պատկերացնում, որ Էմիրությունները նույնպես կհամաձայնվեն Ռուսաստանից վերցնել այդ երկաթգիծը։ Միակ խելամիտ լուծումը կարող է լինել, որ այդ տրիպ կազմակերպությունը, որ կա հայ-ամերիկյան, ինքը ստանձնի այդ պարտականությունը եւ վերցնի ռուսներից, որտեղ Միացյալ Նահանգները կարող են այնպիսի առաջարկ անեն, որ ռուսները համաձայնվեն։ Մենք շատ լավ գիտենք Տրամփի վարած քաղաքականությունը եւ նաեւ շատ տրամաբանական է, որ մեղրի հատվածով տնօրինող կազմակերպությունը նաեւ տնօրինի երասխից մինչև Ղարս ընկած հատվածը։ Լուծումը այդտեղ է, ես կարծում եմ, եւ Հայաստանը պետք է գնա դրա հետևից։ Այո, շատ բարդ է լինելու Ռուսաստանի հետ, որտեղ Ռուսաստանը կորցնելով վերահսկողությունը կարևորագույն ենթակառուցվածքների հետ ինքը եւս մի քայլ է անում տարածաշրջանից դուրս գալու, այստեղ մնում է միայն ռազմական կոմպոնենտը, որը 102-րդ բազան է եւ սահմանապահներն են, որ կանգնած են հայ-թուրքական սահմանին, իրանք պայքար են մղելու, նաեւ ես ուզում եմ մատնանշել, որ միջուկային էներգետիկայի հետ կապված, որ Հայաստանը որոշում է կայացնում անցնել մոդուլային ռեակտորների, նույնպես Չէ, Հայաստանը դեռ որոշում չի կայացրել, պարոն Ասատրյան։ Հայաստանը որոշում է կայացրել մոդուլայինի, բայց թե ով կկառուցի, դեռ որոշում չի կայացրել, բայց կարծում եմ մենք բոլորս հասկանում ենք, որ որոշումը լինելու է ի օգուտ ամերիկյան տեխնոլոգիաների։ Եվ այս ենթատեքստ ատոմական մի ով որպես օպերատոր դուրս գալուց Ռուսաստանի նույնպես
նշանակում է, որ Ռուսաստանը լքում է տարածաշրջանը վերջնականապես։ Ամփոփելով, պարոն Ասատրյան, հայ-ռուսական հարաբերություններում ձեր ասած եզրափակիչ փուլը ակնկալել մինչև ընտրություններ, թե ընտրություններից հետո ինչ սպասենք մենք։ Դժվար է Եվ ասել, այդ եզրափակիչ փուլ ասած ինչ է նշանակում։ դժվար է ասել այդ եզրափակիչ փուլը երբ կգա, ընտրությունները շատ կարևոր իրադարձություններ են, որ տեղի ունենալու Հայաստանում, կախված հետագա Հայաստանի զարգացումը մոտակա տասնամյակներ ինչպես է լինելու, բայց խիստ կապել դրա հետ ես չեմ ուզենա, Ռուսաստանը բավականին մեծ եւ իներցիոն երկիր է եւ Ռուսաստանը ունի բազմաթիվ հնարավորություններ ազդելու Հայաստանում, մթնոլորտ փոխելու Հայաստանում, բայց թե ինչ երբ դա տեղի կունենա կդժվարանամ ասել։ Եզրափակիչ փուլն էլ ես ասացի, որ եզրափակիչ փուլը կավարտվի ռազմական կոմպոնենտի Ռուսաստանի հեռացումը Հայաստանից, որը ես կարծում եմ անխուսափելի կլինի, երբ որ Հայաստանը կարողանա նույն ենթակառուցվածքների կարևորագույն ենթակառուցվածքների վերահսկողությունը վերցնի իր ձեռքում։ Եվ մեկ հարց, պարոն Ասատրյան, խաղի մեջ են մտնում ռուսական ազդեցության քաղաքական ուժեր, ասենք Քոչարյանի դեպքում միանշանակ կարելի է այդ գնահատականը տալ, Սամվել Կարապետյանի դեպքում, Ծառուկյանի դեպքում ինչ կարող եք ասել։ Տեսեք, Ծառուկյանի հիմա միանում են այնպիսի… Այսինքն ուզում եմ հասկանալ Ռուսաստանի համար Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, նրանց հետ կապ ունեցող փոքր այլ ուժեր, արդյոք դրանք բավարար չեն քաղաքական պայքարի համար կամ ազդեցությունը վերականգնելու համար եւ լրացուցիչ ուժեր են նետվում դաշտ։ Իդեմս Ծառուկյանի եւ նրա Ինչպես ասացի, համագործակցողների հայ-ռուսական հարաբերությունները մտնում են վճռական փուլ եւ այո Ռուսաստանը փորձում է մոբիլիզացնել իր եղած բոլոր հնարավորությունները մեծից մինչեւ փոքր, որպեսզի ընտրությունները այնպիսի հունով տարվի, որ Ռուսաստանը չկորցնի իր ազդեցությունը Հայաստանի նկատմամբ։ Խնդիրը դրանումն է, իր բոլոր ուժերը հնարավոր, որտեղ 26 թվի ընտրությունները եթե չգոհացնեն Ռուսաստանին, Ռուսաստանը այլևս ֆինանսավորելու այդ ուժերին կոորդինացնելու, օգնելու արդեն իմաստը կորում է։ Ռուսաստանը, ինչպես Մոլդավիայում լքեց այդ հանրապետությունը, նույնպես կլքի Հայաստանի Հանրապետությունը։ Հենց որ ասել, թե ինչի խոշորների հետ չի գնում, ինչի է մանր խաղացողներին նույնպես մոբիլիզացնում, դա շատ նորմալ է, շատ բնական է եւ շատ կարեւոր է, ես ուզում եմ նշել, որ տեղի ունենում բնական լյուստրացիա քաղաքական դաշտի։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե ով է, թե ով որ շահերն է սպասարկում կամ որ մոտեցումներով է առաջնորդվում եւ այստեղ շատ կարեւոր է որ մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն անի, ապագայի ընտրություն անի եւ մենք կարողանանք կառուցենք մեր պետությունը եւ մենք հաջողվենք կառուցելով մեր պետությունը։ Բայց մենք նույնպիսի համագործակցություն ու համախմբում չենք տեսնում արևմուտքի հետ Հայաստանի ապագան պատկերացնող ուժերի, սա արդյոք խնդրահարույց չէ։ Ես չեմ կիսում ձեր կարծիքը, որ չկա համախմբումը շատերը պատկերացնում են, որ պիտի միացյալ ճակատով գնան, ոչ։ Նման բան, տեսեք, ռուսական ճակատը մի ամուր մի ճակատով չի գնում, այնտեղ բազմաթիվ ճակատներ կան, որոնք փորձում են իրենց օրակարգը առաջ բերել։ Նույնն էլ արևմտյան կողմնակի արևմտամետ քաղաքական ուժերն են, որոնք փորձում են գնալ ամեն մեկը իր ճանապարհով եւ ժողովուրդը կընտրի։ Ես կարծում եմ իրենց հոգեհարազատ, իրեն ծրագրերը հավանած քաղաքական կուրսին։ Ես կարող եմ ասել, որ Հանրապետություն կուսակցությունը չի մասնակցում դաշինքով։ Մենք ունենք արդեն մեր վարչապետի տեխնացում, դա պարոն Արամ Սարգսյանն է։ Եվ մենք չեմ ուզում բացել այդ մեր ծրագրի փակագծերը, մենք բավականին լուրջ ծրագրեր ենք մշակում, իրատեսական, բայց բավականին ամբիցիոզ, որը կապահովի մեր տնտեսական զարգացումը։ Կգա ժամանակը, երբ որ ընթացակարգով կգնա, այդ մեր կլինի մեր համագումարը, մեր ծրագրերը կներկայացնենք եւ դատի կդնենք մեր ժողովրդին։ Ես կարծում եմ մենք մեր մոտ կստացվի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Ռուբեն Ասատրյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։ Thank you.